Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն և մեծ ձայն լսեցին երկնքից, որ ասում էր նրանց. «Վեր ելեք այստեղ», Հայտնություն 11:12։ Առանց այս խոսքերն իրենց մարգարեական համատեքստում դիտարկելու, եկեք դրանք համարենք մեր հզոր առաջնորդի հրավերը ուղղած իր սրբված ժողովրդին։ Կգա ժամանակը, երբ յուրաքանչյուր հավատացյալին մեծ ձայն կլսվի երկնքից ասելով. «Վեր ելիր այստեղ»։ Սա պետք է սրբերի համար երջանիկ սպասման առարկա լինի։ Փոխանակ վախենալու այն ժամից, երբ մենք ստիպված կլինենք լքել այս աշխարհը մեր հոր մոտ գնալու համար, մենք պետք է սրտի տրոփյունով սպասենք մեր ազատության ժամին։ Մեր երգը պետք է լինի «Իմ սիրտն այնտեղ նրա գահի մոտ, թողած հեռվում թախիծ ու վիշտ, լսում է օրհնյալ կանչը միշտ, արի ինձ մոտ, մնա ընդմիշտ»։ Մենք կանչված չենք գերեզման գնալու համար, այլ դեպի վեր, երկինք բարձրանալու համար։ Մեր երկնածին հոգիները ձգտում են դեպի իրենց հայրենիքը։ Այնուամենայնիվ մենք պետք է համբերությամբ սպասենք երկնային այդ կանչը լսելուն։ Մեր Աստվածը գիտի, թե որն է այն լավագույն ժամանակը, երբ կարձակվի հրամանը «Վեր ելեք այստեղ»։ Մենք չպետք է մեր մեկնման համար շտապենք առաջ անցնել Աստծո նախատեսած ժամանակից, իսկ համբերությունն էլ թող իր կատարյալ գործն ունենա։ Հակոբոս 1:4։ Աստված իր անվրեպ իմաստությամբ սահմանում է այն ճշգրիտ ժամկետները, որ փրկագնվածները պետք է անցկացնեն այստեղ, ներքևում։ Անշուշտ, եթե երկնքում սրբերն ինչ-որ բանի համար ափսոսան էլ, ապա միայն նրա համար, որ կարող էին երկրավոր կյանքում ավելի երկար ապրել, ավելի շատ բարիքներ գործելու համար։ Օ, եթե կարողանայի ավելի շատ հունձք հավաքել իմ Տիրոջ շտեմարանի մեջ, ավելի շատ մարգարիտներ նրա թագի համար։ Սակայն ինչպես կարելի էր դա անել առանց ավելի շատ աշխատելու։ Ճիշտ է, մի կողմից, որքան կարճ է երկրավոր կյանքը, այնքան ավելի քիչ են մեղքերը, սակայն երբ մենք լիովին Աստծուն ենք ծառայում, և նա մեզ շնորհք է տալիս թանկարժեք սերմ ցանելու և այնուհետև հարուրապատիկը հնձելու համար, ապա մենք նույնիսկ կասենք, որ մեզ համար լավ է մնալ այնտեղ, որտեղ կանք, անկախ նրանից, թե մեր Տերը կասի գնա, թե մնա, եկեք հավասարապես գոհանանք նրանից իր հարատև ներկայության համար։